Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Սարգիս Լազարի Խալաֆյան։ Լազար և Աիդա Խալաֆյանների միակ զավակը ծնվել է 1967 թվականի հունիսի 10-ին Երևանում։ 1974-ից 1984 թվականներին հաճախել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը, սովորել է լավ։ Կյանքի ընթացքում ստեղծել է ընտանեկան շատ մեծ գրադարան և շատ է սիրել կարդալ։ Դպրոցն ավարտելով ընդունվել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանը, խոհարարի մասնագիտություն ձեռք բերելու։ Ապա 1985-ից 1987 թվականներին պարտադիր զինծառայության է անցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ամուսնացել է 1987 թվականին, ուներ 4 զավակ, 2 տղա, 2 աղջիկ։ Նա շատ բարդ բնավորություն է ունեցել, բայց և եղել է անսահման բարի, բարեկամները նրան խաղաղության աղավնի են ասել, քանի որ միշտ կարողացել է հարթել ցանկացած իրավիճակ։ Որդիների ընկերների հետ անչափ ընկերական է եղել, որ կարելի էր կարծել, թե տարիքային տարբերություն չկա ու վերջիններս իր ընկերներն են։ Նա իր ոգով մեծ հայրենասեր էր։ 1990-ականներին, որպես կամավորական, մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Սկզբում գնացել է ՀԱԲ-ի հետ, Հայոց ազգային բանակ, որի հրամանատարը ու ռազմական խորհրդի նախագահը Ռազմիկ Վասիլյանն էր, իսկ մեր հերոսը նրա գումարտակներից մեկի Արամո 114 գումարտակի կազմում էր, որի հրամանատարն էր Արամո Թորգոմյանը։ Ու երբ նրանք իջել են դիրքերից, նա հետ է դարձել Արաբո ջոկատի հետ, իսկ երբ Արաբո ջոկատն էլ է իջել, նա նորից դիրքերը բարձրացել Տիգրան մեծ ջոկատի հետ։ Եվ այսպես երբեք հանգիստ չի ունեցել, որ ջոկատն իջել է դիրքերից, նա բարձրացել է մյուս ջոկատի հետ։ Մասնակցել է Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը։ 1992 թվականին անդամագրվել է Տիգրան մեծ աշխարհազորային գնդին, մասնակցել է Լաչինի ազատագրմանը, այնուհետև միացել է Արծիվ 24 ջոկատին։ Շահումյանի շրջանի անկումից հետո 1992 թվականի հունիսի 13-ին մասնակցել է ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Կարմիրավան և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ինչից հետո միացել է Շահեն Մեղրյանի կազմավորած Եղնիկներ պարտիզանական ջոկատին։ Ահա Արծիվ 24 ջոկատի հրամանատար լուսահոգի Սամվել Հովսեփյանի կարծիքը մեր հերոսի մասին, ում գլխավորությամբ նա կռվել է։ Սարգիսը մեր ջոկատ եկավ 1992 թվականից։ Բավականին երիտասարդ էր, բայց ուներ մեծ քաջություն և առանձնանում էր բոլորից։ Մասնակցել է բոլոր կռիվներին, Քարվաճառից մինչև Եղնիկներ։ Անգամ զինադադարի հաստատումից հետո մոտ 2 ամիս մեզ հետ միասին մնաց Եղնիկներում։ Երբ գնում էինք բավական բարդ ու վտանգավոր մարտական գործողության, շարում է տղերքին ու ասում, ով վախենում է կամ հետևից լացող ունի, մեկ քայլ առաջ գա։ Նա միշտ ինձ հետ էր։ Արցախյան ազատամարտից վերադարձել է երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած։ Ուներ բազում պարգևներ, փառապանծ մարտիկներ ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է փառապանծ մարտիկ մեդալով, ազատամարտիկ ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից ազատամարտիկ մեդալով, ապա Արաբո հուշամեդալով, անմար կրակներ ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից Հայոց արծիվ մեդալով, Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի կողմից Մեծն Տիգրան մեդալով, 2006 թվականին Հայաստանի Հանրապետության մարտական ծառայություն մեդալով, 2008 թվականին Վազգեն Սարգսյան մեդալով։ Նույն թվականին պարգևատրվել է նաև Մարշալ Բաղրամյան մեդալով։ Երբ հրադադար է, պատերազմ տեսած մարդիկ ասում են, թե այլևս չեն գնա, իրենց բաժին մարտը իրենք արդեն մղել են, բայց հենց առիթը լինում է, առաջինն իրենք են նետվում մարտի։ Ու այս անգամ էլ այդպես եղավ։ Սարգիսն առաջիններից մեկն էր և կամավոր էր։ Վերջին անգամ հարազատների հետ խոսել է ապրիլի 3-ին, ասելով, որտեղ են հասել և ամեն բան լավ է։ Իսկ երբ Մարտակերտում լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, ասել է. եկել ենք մեր հողերի համար, մեր երեխաների կողքին լինելու համար, մեր տարիների կիսատ թողածը ավարտելու համար։ Ամսի 4-ին տանեցիներն են զանգել նրան, բայց կապ չի եղել։ Մի պահ կապը ստացվել է, մեծ որդու Լազարի հետ է խոսել ու նորից կապը ընդհատվել է։ Այդ զրույցից հետո, հենց նույն օրը, երեկոյան էլ, նա դարձել է հավերժի ճամփորդ։
փառք մեր հերոսի հիշատակին եւ խոնարհումս նրա խրոխտ ոգուն։ Նրանք, իր ասացի համաձայն, հարձակվելու հետ են վերցրել ազերիների կողմից գրավված մեր երկու դիրքերը։ Դիրքերը հետ վերցնելուց հետո հանկարծ նկատել են անօթաչու սարք, որը նշանառության տակ է վերցրել իրեն ու ընկերոջը, Նորայր Հաջիյանին։ Նա իր մարմնով փակել է վերջինիս, որ փրկի, բայց ականանետի պայթյունից երկուսով էլ բռնել են հավերժի ճամփան, որպես անդավաճան ընկերներ միասին հավերժացել։ Այդ օրվա կեսօրը մառախլապատ է եղել։ Մեր հերոսն ասել է. «Մառախուղը լավ նշան չէ։ Հերոս ջան, միթե գուշակել էիր։ Միշտ առիթի դեպքում թե առանց առիթի այցելում էիր եռաբլուր ընկերներիդ ու ինքդ էլ էիր երազում հանգչել այնտեղ։ Կարծես սա քո երազանքի, քո ցանկության կատարումն էր։ Դե, ննջիր խաղաղությամբ քո հավերժական տանը։ Աննկուն կամքիդ առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ»։ Նա կռվել է քաջաբար, շատ գրոհայինների է ոչնչացրել։ Ասում են, հակառակորդից ով մոտեցել է, նրա գնդակից խոցված տապալվել ու անշնչացած փռվել է եւ այդպես կարծես անվերջ։ Այնքան թեժ է եղել կրակահերթը, որ հակառակորդը չի կարողացել անգամ մոտենալ, որ իր զինվորների դիակները տանի։ Ահա այդ ժամանակ է, որ Այրունարբու գազանը իրեն հատուկ ոճրագործության ծրագիր է իրականացրել, անօթաչու սարք ուղարկելով հայկական կողմ։ Հիմա վայքի այն նույն զորամասում, որտեղ տարիներ առաջ փոքր տղան Արմանն էր ծառայում, վեր է խոյանում մի հուշաքար, որն ապրիլյան պատերազմի բոլոր անմահ հերոսների անունը հավերժացնող հուշակոթող է։ Ապա մինչև 2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումը հուշաքար էր կանգնեցված նաև այն դիրքերի մատույցներում, որտեղ արկի պայթյունը խլել էր մեր քաջի կյանքը։ Մեր աննկուն քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիություն եւ Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Հերոսս, քո խիզախության առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։